Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 17։ Բոլորովին ուրախություն համարեցեք եղբայրքս, երբ որ կերպ փորձանքների մեջ ընկնեք։ Հակոբոս 1:2 խոսք։ Մենք չպետք է ընկնենք տխրության և հուսահատության մեջ, որը կստիպի մեզ հանձնվել մեր փորձություններին, այլ ընդհակառակը, մենք պետք է փորձենք մեր միտքը ավելի բաց և լայն պահել, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր իրավիճակի բնույթը և ավելի շահավետ կերպով սկսենք դրանից առավելագույնս օգտվել։ Փիլիսոփայությունը կարող է մարդկանց սովորեցնել հանգիստ մնալ դժվարին իրավիճակներում, բայց քրիստոնեությունը սովորեցնում է ուրախ լինել, քանի որ նման փորձությունները ծագում են սիրուց, այլ ոչ թե Աստծո բարկությունից։ Այդ փորձություններով է, որ մենք կերպարանափոխվում ենք նմանվելով Քրիստոսին, մեր գլխին, և դրանք դառնում են մեր որդեգրման նշանները։ Արդարության ճանապարհներում կրելով տառապանք, մենք մարդկանց մեջ ծառայում ենք մեր Տիրոջ արքայության շահերին և կառուցում Քրիստոսի մարմինը։ Իսկ մեր կերպ փորձությունները այժմ պայծառեցնում են մեր շնորհքները, իսկ վերջում մեր պսակը։ Ուստի պատճառ կա ամենայն ուրախությամբ ընդունելու, երբ փորձություններն ու դժվարությունները բաժին են ընկնում մեզ մեր պաշտոնի ճանապարհին։ Այս խոսքը միայն Նոր Կտակարանի մի պարադոքս չէ։ Դեռ Հոբի օրերում արդեն ասվում էր. «Ահա երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է» (Հոբ 5:17 խոսք)։ Մենք ավելի մեծ պատճառ կունենայինք ուրախանալու տառապանքով, եթե հաշվի առնեինք և գիտակցեինք տառապանքի մեջ մեզ բերած մյուս շնորհները։ Սիրելիներ, ուրեմն եկեք փորձության ժամանակներում զգուշանանք, որ մեր մեջ գործի դրվի համբերությունը, այլ ոչ թե կրքերը։ Անկախ նրանից, թե ինչ է ասվում կամ արվում, թող համբերությունը լինի առաջնայինը։ Թույլ մի տվեք, որ մեր կրքերը խոչընդոտեն համբերության դրսևորմանը և ազնիվ ազդեցությանը։ Թույլ տվեք նրան գործել, և այն հրաշքներ կգործի մեր դժվար ժամանակներում։